Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալ, մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, ես հայտարարությունների ժամն ուզում եի օգտագործել մեր քաղաքացիների հետ խոսելու կարևոր թեմայից, որը կարծում եմ հատկապես մեր գյուղատնտեսներին կհետաքրքրի, խոսքը գյուղատնտեսության ապահովագրության մասին է, բայց այս թեման կթողնեմ հետոյի, որովհետև այսօր առավոտվանից քննարկում ծավալվեց մի, ինչպես իմ գործընկերը ճիշտ նշեց, մեռելածի նախագծի շուրջ, որով հիմա արդեն խոսքս ուղղում է մեր խորհրդարանական ընդդիմության ընտրողներին։ Սիրելի ընտրողներ, ձեզ խաբում են, խաբել են արդեն 4 տարի եւ շարունակում են խաբել, ձեզանից քվե կորզելով եկան խորհրդարան ասելով, որ գնում ենք քաղաքացիական պայմանագրին մաշելու եւ դուրս շպրտելու խորհրդարանից, այսօր տեսնում ենք մենք կանք, սահուն հասնում ենք 26 թիվ եւ այսպես իմիտացիա անելով, որ գործողություններ են անում իբրև թե մեծ իշխանությունից զրկելու, հավատացեք, այդ ամենը իմիտացիա է, որովհետև իրենք էլ շատ լավ գիտեն, որ նախաձեռնությունները, որ իրենք իրականացնում են, դրանք չեն կարող որևէ տրամաբանական լուծման հանգել, ինչու, որովհետև խորհրդարանական ուրեմն ուժերը չունեն բավարար թվաքանակ իրականացնելու այն գործընթացը, որը կոչվում է վարչապետի վստահություն հայտնել շատ բարձ պատճառով, ուղղակի իրենց թվաքանակը չի բավարարում նման որոշում բերելու եւ որոշում բերելու դեպքում էլ չունեն միասնական թեկնածու, իսկ այսօր առավոտյան մեզ ինչ էին ներկայացնում օրենքի նախագիծ ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին։ Եթե կառավարությունը ձախողել է, դրա պատասխանը կտան մեր ընտրողները 26 թվականի ընտրություններին, բայց բերել օրենքի նախագիծ եւ դրանով ասել, որ վարչապետի իմիջմենթի հարց են քննարկում, սա ուղղակի խաբեություն է։ Նախագիծը հրապարակել է, շրջանառվել է որպես պատիվ ունեմ խմբակցության նախագիծ, հեղինակը, այսինքն հիմնական զեկուցողը ներկայացնում է որպես հանրապետական կուսակցության խմբակցության նախագիծ, նման բան գոյություն չունի, ազգային ժողովում չկա նման խմբակցություն, ավելին չէր կարող իմպիչմենթի այդ անվստահության գործընթացը ավարտին հասնել, որովհետև իրենք հստակ գիտեն ոչ որոշում բերելու թվաքանակ ունեն, առավել եւս, եթե անգամ անկախ падգամավորներից մեկին էլ համոզեին եւ տակը ստորագրեր այդ 36-ը ապահովեին, չէին ունենա 54 ձայն, որն անհրաժեշտ էր վարչապետի փոփոխությունը կամ անվստահությունը անելու համար, հասկացան այս ժամանակահատվածում, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չեն կարող որևէ ձայն գործել, բայց իրենց պետք է ցույց տալ, որ իրենք մանդատը իզուր չեն վերցրել, եկել են ինչ-որ բան անելու, ինչ-որ գործողություն ցույց տալու, որովհետև սա ոչ այլ ինչ է, քան ընկեր փանջունիություն, որով նրանք զբաղվում են եւ ժողովրդի աչքին ուղակի թոզ են փչում։ Ես խնդրում եմ, հարգելի ընտրողներ, նրանք ովքեր իրենց ձայնը տվել են ակնկալիքով, որ որևէ փոփոխություն կբերի քաղաքական ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը, լայն բացեք ձեր աչքերը 26 թվականի ընտրություններից առաջ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։